524 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ սիրուն կալվելու համար։ Ես եմ շնորհակալ շաբաթ օրը հրավիրվելու համար։ Խոսենք Եվրամիության հետ հարաբերությունների մասին։ Օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր գնացել Բրյուսել, այնտեղ ռազմավարական փաստաթուղթ ստորագրվեց։ Արարատ Միրզոյանը ասաց, որ դա ընդլայնված համագործակցություն է իրենից ենթադրում։ Հետո Նիկոլ Փաշինյանը գնաց Գերմանիա, այնտեղ փաստաթուղթ կրկին ստորագրվեց գործընկերության ռազմավարական օրակարգին վերաբերող հռչակագիր էր։ Կարծոք մենք հարաբերությունները իսկապես ընդլայնում ենք, մեծացնում ենք Եվրամիության հետ եւ արդյոք գործում քայլեր իսկապես կլինեն, որովհետեւ Եվրամիություն գնալու մասին այսպես խոսակցությունները կան, բայց ասում են, որ այնտեղ մեզ սպասող չկան եւ առանձնապես այնտեղից էլ հայտարարություններ չեն հնչում, որ մեզ պատրաստ են ընդունել, բայց վիզաների ազատականացման մասին են խոսում։ Այս առումով կարող ենք տեսնել գործում քայլեր կամ հաջողություններ գրանցենք։ Պետք է մենք ձգտենք գործում քայլեր անելու, այսինքն մեզ հիմա հանձնարարական է տրված, կյանքն է հանձնարարել մեզ, մենք հիմա այն վիճակում ենք, որ անպայման պետք է ինչ-որ քայլեր անենք մեր երկրի զարգացման եւ անվտանգության համար։ Հիմա մենք որպեսզի դառնանք Եվրոմիության անդամ, հենց այնպես մեր գեղեցիկ ակնհայտորեն գեղեցիկ աչքերի համար այնտեղ չեն ընդունի։ Դա կարող է կոնկուրսի հրավիրել ինչ-որ տեղ, բայց որպես գործընկեր, որպես մանավանդ ռազմավարական առումով գործընկեր, մեզ այնտեղ անպայման պայմաններ են դնում մեր առաջ, մենք պետք է նմանվենք իրենց, որպես գործընկեր, որպես յուրային, այն ինչ որ մենք բերել ենք մեզ հետ պատմական, պատմությունից ինչ որ եկել է, բավական վաղուց եվրոպացիները դեռ կոչվում էին Հռոմեական իմպերիա, հետո Հռոմեական Սրբազան իմպերիա, հետո Գերմանական Սրբազան իմպերիա, բոլոր ժամանակներում մեզանով հետաքրքրվել են։ Մենք այնտեղ ներկա ենք եղել որպես յուրային, բայց հիմա նաև անհրաժեշտ է լինել գործընկեր։ Ես կարծում եմ, որ այդ առումով մենք լուրջ անելիքներ ունենք։ Ուզում եք ասեմ, թերություններ ունենք։ Մենք շատ հետ ենք մնացել որպես գործընկեր։ Մեր ստանդարտները, այդպես ասեմ, մեր վարվեցողության ստանդարտները, տեխնոլոգիայի ստանդարտները, անվտանգության ստանդարտ բառն եմ օգտագործում, չափանիշները, չափորոշիչները, դրանք բոլորը չեն համապատասխանում եվրոպականին։ Նույնիսկ մեր քրիստոնեությունը իրենց քրիստոնեության նման չի։ Մենք ասում ենք, որ Երուսաղեմ չի գալու Հիսուս Քրիստոսը, գալու է Սուրբ Էջմիածին, վաղ շաբաթ։ Նույնիսկ այդտեղ։ Մենք այդպիսի բան ենք ասել։ Բա Էջմիածինը ի՞նչն է, այնտեղ իջավ։ Հա, իջավ, բայց չենք ասում, որ գալուց Այնտեղ էլ կգա, չէ, այնտեղ էլ թող Երուսաղեմ էլ գա, Հռոմ էլ գնա։ Ուզում ասել, մենք այնքան տարբեր ենք, նման լինելով շատ տարբեր ենք։ Հիմա շատ մեծ անելիքներ ունենք։ Հիմա ես կարող եմ քննադատաբար ասել, որ մենք 2000 տարի լինելով 2000 տարուց ավել մենք հայտարարվել ենք Եվրոմիության։ Եվրոմիությունը պայմանական է։ Արևմուտքի հավատարիմ դաշնակիցը եւ յուրայինը։ Եվ այդ 2000 տարվա մեջ մենք առանձնապես նման չենք եվրոպացիներին։ Իսկ իրենց հետաքրքրում ենք առանձնապես եւ այս օրակարգը, որ մենք առաջ ենք տանում Եվրամիություն մտնելու, որքանով է նրանց հետաքրքրում, որովհետեւ մինչեւ հիմա չենք տեսել իրենց կողմից այդ շահագրգռվածությունը։ Չգիտեք, այդ ընդհանրապես կա հումանիտար շահագրգռվածություն միշտ եղել է։ Միշտ նրանք, ասենք, մշակութային նվաճողականություն ունեն։ Պարտադրում են, ասենք, հյուսիսային Կորեան գերմանական 19-րդ դարի փիլիսոփայությունը դարձրել է իր համար առօրյա։ Հյուսիսային Կորեան, հարավային Կորեան ժամանակակից Գերմանիայի դրոշն է բարձրացրել։ Ուզում ասել, որ այնպես չի, որ եվրոպացիները բավարարված են Եվրոպայով, նրանք անդադ էքսպանսիա ունեն։ Հիմա նրանք նաև Հայաստանում են ուզում լինել քաղաքակրթական առումով, բայց այս հայտարարության մեջ բոլորովին վերջերս այս ռազմավարական համագործակցության մեջ կարևոր բան կար, առաջին նախադասությունը, բովանդակային նախադասությունը սկսում էր շահ
եւ արժեքային համակարգ։ Այդ ձեր հարցին իրենք պատասխանել են, ասել մենք շահ ունենք այս տարածաշրջանում եւ այդ շահերի ներկայացուցիչը այսօր կարող է լինել Հայաստանը։ Հիմա այդ շահավորն արդյոք այդ շահը հիմնականում Ռուսաստանը այստեղից հանելու տրամաբանության մեջ է։ Չէ, Ռուսաստանը նույնպես արևմուտք է որոշ իմաստով։ Ռուսաստանը նույնպես քրիստոնեական եւ ասենք լուրջ քրիստոնեական արժեքներով ապրող երկիր է։ Հիմա նրանց մեջ կա անհամաձայնություն, օրինակ Եվրոպան մնացել է մենակ, Ամերիկայի Միացյալ Նահանգները, անգլոսաքսոնական աշխարհը եւ Ռուսաստանը բավական լուրջ համագործակցություն ունեն։ Այսինքն հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները ռուսական սպառնալիքը այդ պատերազմը Ուկրաինայում օգտագործում է իր շահերի համար, կողոպտում է Եվրոպային եւ Հեռավոր Արևելքին իր այդ մաքսային ծրագրերով։ Տեսեք, փաստորեն նրանք գործընկեր են։ Այդ թվում է թե մրցակից են, նույնիսկ թշնամի են։ Անուն ազգանունով ասենք Դոնալդ Տրամպը եւ Վլադիմիր Պուտինը, բայց նրանք լավ էլ համագործակցում են, օրինակ Եվրոպայի եւ Չինաստանի դեմ։ Ուզում ասեմ, որ Ռուսաստանին դուրս մղելու խնդիր չկա, Ռուսաստանը ինքը այստեղ առաքելություն չունի այսօր, ինքը դա տեսնում է եւ բայց ինձ իրենք են խոսում այն մասին, որ Հայաստանում պետք է ռուսական ազդեցությունը նվազեցվի, 15 միլիոն եվրոյի մասին խոսեցին, որ պետք է տրամադրվի Հայաստանին, որպեսզի հիբրիդային այդ պատերազմը իբրև թե նվազեցնեն Հայաստանում, Մոլդովայի օրինակն էին բերում։ Այսինքն հենց իրենք են նշում, որ Ռուսաստանի ազդեցությունը այստեղ պետք է նվազեցվի։ Տեսեք, Ռուսաստանը մենք ընդհանրապես անցալում ենք, որ այնտեղ կա տոտալիտար իշխանություն եւ Ռուսաստան ասելով հասկանում ենք Վլադիմիր Պուտինին։ Այսինքն մի հոգի մոտեցավ խոսափողին, ասեց ու արեցին կամ չարեցին։ Այդպես չէ, Ռուսաստանը իրենց տերմինոլոգիայով ասում են, որ կան տարբեր աշտարակներ իշխանության, բաշնի, ռազնե։ Ուրեմն աշտարակներ կան, որոնք որ պահպանողական աշտարակներ, ուժեր, որոնք որ այդ ծավալապաշտական ծրագրերը միջերգրական ծով դուրս գալու, նեղուցները զավթելու ծրագրերը դեռևս մնացել է, դրանք պատրանք են։ Ռուսաստանում կան մարդիկ, որ ունեն պատրանքներ, որ իրենց անհրաժեշտ է Էրզրումով դուրս գալ միջերգրական ծով կամ Սիրիայով դուրս գալ միջերգրական ծով, տաք ջրեր, սև ծովը չի բավարարում։ Այդպիսի ուժեր կան, բայց ժամանակները փոխվել են։ Մոտավորապես 250 տարի է անցել, երբ դա նորաձև էր, Հայաստանը երբ արժեք ուներ Ռուսաստանի համար ծավալապաշտության առումով, որպես ֆորպոստ, որպես դաշնակից, որպես առիթ, ես կասեի սադրանք, որ հանուն համերաշխության, քրիստոնեական եւ այլ նրանք պատրաստ էին այստեղ 1 միլիոն զինվորական է զոհվել Կովկասյան էքսպեդիցիայի ժամանակ, 1 միլիոն ռուս զոհվել է, իսկ ինչ է ստացել 102-րդ ռազմական բազան։ Տեսեք, ուրեմն Ռուսաստանի շահերը այդ իմաստով մենք պետք է այդպես գնահատենք, Ռուսաստանը ինչ կշահի Հայաստանում ֆորպոստ ունենալով ինչ, որ օրինակ որպես նմուշ կլինի թուրքական սովետական հանրապետություն ստեղծելու, օրինակ Ադրբեջան, որ ստեղծեցին, կոչվում էր դա։ 3 պետություն կար՝ ֆիննակարեական, կարելական հանրապետություն, այնտեղ վիկինգներին գայթակղելու համար։ Այստեղ կար պարսկական, սովետական հանրապետության ծրագիր իդեմս Ադրբեջանի, տեսեք Ադրբեջանում ինչպես է, եւ Հայաստանը, սովետական Հայաստանը որպես նմուշ թուրքական սովետական հանրապետություն ստեղծելու համար։ Ուրեմն այդ ծրագիրը նույնպես հեռացել է օրակարգից։ Հիմա Ռուսաստանը այստեղ անելիք չունի եւ ամենակարևորը, որ ով կարող է Ռուսաստանին հեռացնել։ Ով երրորդ համաշխարհային 3 առաջ օրը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ասաց, որ եթե մենք շատ համառենք, կարող ենք սկսել երրորդ համաշխարհային պատերազմը ուկրաինական ռազմաճակատում։ Այսինքն այդ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է դառնալ համաշխարհային պատերազմ, եթե մենք ձևը չգտնենք, ըստ Դոնալդ Տրամպի։ Ձևը կգտնենք, կարծում եք։ Հիմա տեսեք, դա իրանց հոգսն է։ Մենք արդեն պատերազմի մեջ ենք, մենք արդեն տուժած կողմ ենք։ Իրենք ուզում են մեր նման լինել,
տուժած դառնալ, որևէ մեկը Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները պատերազմը բերելու է դժբախտություն։ Հիմա Դոնալդ Թրամփն ասում է, որ մենք չենք ուզում երրորդ համաշխարհային պատերազմը։ Այս դրա համար եմ ասում, ով կարող էր ռուսներին այստեղից վտարել, եթե ռուսները իրենք չհեռանային, ով կարող էր Շուշիից, Նագորնի Ղարաբաղից ռուսներին վտարել, եթե իրենք չգնային։ Դուք ո՞նց եք պատկերացնում, Ադրբեջանը կարող էր վտարել ռուսներին Նագորնի Ղարաբաղից, այդ անվտանգությունը ապահովող զորը, կամ Ղարսից կարող էին թուրքերը վտարել, իրենք պատերազմի մեջ էին, մենք էլ այդ ընթացքում գնացինք Պրահայում ճանաչեցինք։ Հա, երկու հատ ռումբ կգցեն։ Արցախ-Ադրբեջանի կազմում։ Երկու հատ ռումբ կգցեն։ Առաջնահերթության հարց առաջացավ։ 3 հատ ռումբ է պետք Անկարայի համար, Ստամբուլի եւ Բաքվի համար։ Իրենք ունեն 3000 հատ ունեն։ Այսինքն կգցեն։ Ամերիկացիները ոնց Նագասակիի վրա գցեցին։ Իրենք ասում են, դու կարելի եք, մենք էլ կարող ենք անել։ Ուզում եմ ասել, եթե ռուսները չուզենային, թուրքերը նրանց չէին կարող Ղարսից վտարել։ Ռուսներին հարմար էր, թողեցին, գնացին Ղարսից։ Հիմա էլ Ղարաբաղից գնացին։ Իրենք գնացին, մենք չենք վտարել։ Մենք չենք, ոչ էլ ամերիկացիներն են վտարել։ Բայց ամեն դեպքում Եվրամիությունը խոսում է։ Տեսեք, այ ազդեցությունը Հարավային Կովկասում նվազեցնելու համար։ Դա պատրանքների մասին է Եվրոմիություն, դրա համար ասում են թեր տպողներին տեսախցիկներով եւ խոսափողի մոտ մարդկանց համար 5 միլիոն եվրո կամ 15 միլիոն եվրո տալիս ենք պատրանքները ջնջելու համար, պատրանք է, որ մենք ռուսներին վտարել ենք։ Ասում են, որ մի հավատացեք, մի կախվեք Ռուսաստանի փեշերից, Ռուսաստանը գնացել է։ Չգիտենք ինչքան ժամանակով։ Դեռ ռուսները իրենք էլ չեն որոշել, չեն ասում ինչքան ժամանակով են իրենք հանձնել Ղարսը։ Չկա թղթի վրա գրված է, որ մշտնջենական է։ Դե որ գնացել են, կարող են նաև վերադառնալ, հիմա ամեն ինչ արվում է, որ չվերադառնան։ Այո, չէ։ Որ պատերազմը թող վերադառնան ընդհակառակը աշխարհի համար։ Չթեքվեն ավելի շատ։ Չէ, աշխարհի համար չափազանց կարևոր է Ռուսաստանի ներկայությունը այս տարածաշրջանում որպես բոբո, որպես սպառնալիք, բեսպաշադնի, այ որպես բեսպաշադնի, հա, որ ասեն, տեսեք, ընտրեք, ռուսները կգան, թե մենք մնանք մեր ցավոր արևելքում, այ ամերիկացիները հիմա Սիրիայում, Իրաքում ասում են, մենք ուզում ենք գնանք, թող ռուսները գան, այ որպեսզի այդ ռուսի այդ կերպարը, բեսպաշադնի կերպարը, այս սիրում են, չէ՞, բիստրոն Փարիզում, այդպիսի բաներ արել են։ Փարիզը գրավելու ժամանակ հատուկ իմպերատորը հրամայեց, որ կալմիկական զորամասը մտնի Փարիզ։ Այդ ֆրանսիացիները գիտեին, թե ռուսները իրենց նման մի բան են։ Ու հանկարծ տեսան, որ սրանք մոնղոլ են։ Շատ զարմացել էին։ Դա ներկայացում էր Ալեքսանդր առաջինը ներկայացում արեց, ասեց կալմիկական դիվիզիան մցրեք Փարիզ։ Հիմա ես թեմայից շեղվելով։ Հիմա նույնն է։ Այսինքն աշխարհի համար շատ կարևոր է, որ որպես մրցակից լինի ռուսական բեսպաշադնի կերպարը։ Դրա համար ասում են թող մնա, որ Թուրքիան փաթաթված մնա Ամերիկայի Միացյալ Նահանգների ոտքերին։ Եթե Ռուսաստանը այստեղից հեռանում է, Ինջիլիկը ինչի համար է։ Թուրքերը ինչի պետք է տենց հավատարիմ մնան Ամերիկային ու Եվրոմիությանը։ Նրանք վախենում են Ռուսաստանից, դրա համար ասում են թող մնա այդ Ռուսաստանը Հայաստանում։ Մենք էլ ենք ասում թող մնա։ Մենք ասում ենք, Խաչատուր Աբովյանը չի ասել, ասել է մնա։ Իմեջոյից այդ պարոտը Ալեքսանդր առաջինի ընկերն է եղել, որ Խաչատուր Աբովյանի հետ էլ էր ընկեր։ Տեսեք ինչ կապ ունենք մենք։ Մենք ասում ենք մնա, մեզ օգնի, մեր արդարացի շահերը բան, մենք էլ քեզ հավատարիմ կլինենք, կերքենք, կպարենք, կկռվենք ձեր համար, առևտուր կանենք, խարդախություն կանենք, ձեր համար ամեն ինչ կանենք, մնացեք։ Բայց իրենց շահերը հիմա չեն համընկնում մեր շահերի հետ, արժեքային համակարգը չի համընկնում մեր շահերի հետ։ Դրա համար եվրոպացիները ոչ թե վտարում են, այլ լրացնում են այդ պակասը։ Մենք պետք է Հիմա անվտանգային կոմպոնենտ կարող է մեզ ապահովել Եվրամիությունը եւ նաեւ TRIP-ի հետ կապված Ադրբեջանն ասում է, որ պետք է Եվրամիությունը ներգրավվածություն ունենա այնտեղ։ Ինչ ներգրավվածություն է ուզում, ինչ ներկայություն է ուզում Ադրբեջանը եւ ինչու է ուզում։ Հին ավանդական բանն է։ Առիթ մի տվեք, հայկական հարցը դարձրեք առիթ, որովհետեւ մենք միջամտենք
լեգիտիմ ձևով միջամտենք Օսմանյան կայսրության, Թուրքիայի Հանրապետության, Պարսկաստանի կամ Իրանի շահերին։ Այսինքն մենք այստեղ դարձել ենք առիթ։ Ասում են, եթե հայերին բան ասեք, մենք կմտնենք ձեր երկիրը, ձեզ կթալանենք, ձեզ կկողոպտենք, ձեզ կոչնչացնենք, կկազմաքանդենք ձեր թուրքական հանրապետությունը։ Սպառնալիքը դա է, Անտանտան դա արել է մի անգամ։ Ուդրո Վիլսոնի քարտեզը վերացված չի։ Նրանք ասում են, եթե դուք այս փոքրիկ Հայաստանին չհանդուրժեք, հա, իհարկե։ Անտանտան այդ թվում եւ Ռուսաստանը, տեսեք, ես միացնում եմ, նրանք աշխատանքի բաժանում են կատարել։ Մեկը հումանիտար իր մարդասիրական ծրագրերով, իր հացահատիկով, դեղերով, կրթության համակարգով, այն մյուսն էլ իր շաշկեով, իր սվիններով։ Մենք հակառակն ենք տեսնում, ասում են գնացեք արևմուտքից ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված, ասում են խաղաղություն հաստատեք իրար հետ։ Հիմա ինչ զիջումների հաշվին ենք մեկ այդ խաղաղությունը հաստատելու, ինչ խնդիրների առաջ են կանգնելու, ինչ սահմանադրություն ենք փոխելու, ինչն ենք հեռացնելու, իրենց առանձնապես դա չի հետաքրքրում։ Կարևորը որ խաղաղություն հաստատվի, առևտուր լինի։ Դրանց հնարավորությունները Եվրոմիությունը, արևմուտքը դա միայն արևմուտք չի միջալուց, հեռավոր արևելքն էլ չի առարկում, ասենք Չինաստանը այլ կարծիք չունի, ասում են, որ մեր հնարավորությունը այսքան է, ձեզ այս չափ կարող ենք օգնել, ուրեմն ձևը գտեք, եթե դուք ավել եք ուզում, եթե դուք ավելի բաներ եք ուզում, դուք ինքներդ արեք, բայց մեր վրա հույս չդնեք, եվրոպացիները եւ աշխարհը, մեզ հիմա դա է ասում, եթե դուք Ղարսն ու Արդահանը ուզում եք, Ղարաբաղն ու Նախիջևանը ուզում եք, դա արդեն դուք պետք է անեք։ Բայց ոչ ոք Արցի մասին չի խոսում, որ ուզում եք։ Բայց ինչի չեն խոսում, ես այնա խոսեցի։ Չէ, ընդհանուր առմամբ Հայաստանի անվտանգության համար ինչ երաշխիք։ Ղարսը ավելի պակաս կարևոր է, քան ստեղ Ղարաբաղը։ Ղարսը ավելի կարևոր է, Նախիջևանը շատ ավելի կարևոր է, քան ստեղ Ղարաբաղը։ Մերը հիմա թարմ վերք է Ղարաբաղը, հենց նոր է այդ վերքը, դրա համար ասում ենք Ղարաբաղ։ Բայց հիմա Հայաստանի անվտանգության մասին է խոսվում։ Հայաստանի երաշխիքներ տրվի, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այս հարցերում պետք է աջակցեն։ Չէ, տեսեք, նրանք ասում են մենք կարող ենք այդ թղթեր ուղարկենք երկաթե կանցլերը։ Ասում են թղթով հարցեր չեն լուծվում, այդ որ մեր հոգևորականն էլ ասում էր թղթի շերեփով գնացինք, կրկնում էր կանցլերին, Բիսմարկն էր ասում էր արյունն ու պողպատն են հարցերը լուծում։ Թուղթը եւ խոսքը հարցեր չեն լուծում։ Հարցերը լուծվում են երկաթով, պողպատով եւ արյամբ։ Հիմա մեզ աշխարհը բերում է, ասում են դուք անդադ Չերչիլ եք խոսում, մեկ Բիսմարկին էլ հիշեք։ Դուք ունեք այդքան պողպատ եւ արյուն, որպեսզի Արցախը պահեք։ Ուրեմն արյունը թափեք, պողպատը ձուլեք։ Դե հիմա իշխանությունը Արցախի մասին չի խոսում։ Հիմա խոսքը Հայաստանի անվտանգության պահպանման մասին է խոսքը։ Հիմա երբ որ գնում է Արարատ Միրզոյանը Եվրամիությունում եւ ասում է այդ անվտանգային անվտանգության գործընթացին պետք է աջակցեն եւ այլն, ինչպես են աջակցելու։ Իրենց բանաձևերը կա այդ Տրամպի ուղին մեկը։ Ասում են, տեսեք, մենք ձեզ գայթակղում ենք անվտանգությունով, միայն մեզ չէ։ Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին ասում են, որ մենք այդտեղ փող կդնենք, ձեզ հետ կաշխատենք, ձեր ներքին գործերին չենք խառնվի։ Այդ դա է։ Հիմա օրինակ դա են ասում են, ոնց որ կաք, տենց էլ մնացեք։ Իշխանափոխություն դեմոկրատները ասում են, մենք նաև արժեքներ ենք պարտադրում ձեզ, այսինքն ժողովրդավարություն, պարտադրում ենք հատուկ կառավարման ձև։ Հիմա Տրամպն ասում է, մեզ դա չի հետաքրքրում, դուք ոնց որ գիտեք, այնպես էլ կառավարվեք, բայց Թուրքիան, Ադրբեջանը ինչ են ուզում այս ամեն ինչից, որովհետև միտումնավոր ոչ թե Տրամպի ուղի են անվանում, այլ Զանգեզուրի միջանցք, այո, եւ ասում են, որ շատ կարեւոր է իրենց համար այս ամեն ինչը, մեծ հնարավորություններ իրենց երկրին տալու։ Այո։ Ինչ վտանգ եք այստեղ տեսնում։ Դա էլ է իներցիայի խնդիր է։ Ադրբեջանը արդեն քանի տարի է, 600 տարի է։ Օղուզները 600 տարի է, ինչ է Իրանում երբ են նրանք Պարսկաստանը երբ նվաճեցին, 1000 տարի ընդհանրապես, բայց հատուկ որ շիա թուրքերն են տերը եղել Պարսկաստանի, նրանք մեզ հետ եղել են նաև դաշնակ Դավիթ Բեկը, դուք գիտեք ում էր ծառայում, ադրբեջանցի էթնիկ, ոնց որ Ստալինը եթե սովետական միության ղեկավարն էր, չի նշանակում սովետական միությունը Վրաստան էր։ Մենք դա ենք ասում, եթե դուք այդտեղ շահ եք ունեցել,
արքայեք ունեցել Պարսկաստանում, չի նշանակում, թե դուք Պարսկաստանը ձերն էր։ Ուզում ասեմ, այդտեղ նրբություններ կա։ Հիմա իրենց նպատակից։ Հիմա նրանք իներցիայով, այդ որ ասում են վերադառնանք, փոխանակում կատարենք, Նադիր Շահի սահմաններին վերադառնանք։ Մենք էլ ասում ենք, եկեք Տիգրան Մեծի սահմաններին վերադառնանք։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Հենց որ մենք խոսում ենք, ասում են, գիտեք ինչ, եկեք Տրոցկու եւ Լենինի գծած սահմանները։ Մենք ասում ենք, չէ, Վուդրո Վիլսոնի սահմանը։ Հիմա եվրոպացիներն ասում են, դադարեցրեք, դա մի արեք, որովհետեւ մենք հիմա ձեզանով չենք ուզում զբաղվել։ Այդ դա է կարևորը, որ արևմուտքը մեզ ասում է, որ ձեր սահմանները վերաձևելու ծրագիր մենք չունենք, հենց որ կունենանք, դուք արդեն բերեք Տիգրան Մեծի, Նադիր Շահի, Վուդրո Վիլսոնի, Աթաթուրքի գծած սահմանները բերեք քննարկենք, բայց այսօր մենք դրանով չենք զբաղվում։ Հիմա կարծում եք Թուրքիան, Ադրբեջանը մեծ վերահսկողություն կունենան այդ ճանապարհի վրա, որ ասում են այդքան կարևոր է իրենց համար այդ ամեն ինչը։ Հենց որ շատ կարևոր դարձավ կտան գլխներին։ Նրանք էլ գիտեն, որ շատ վտանգավոր է, շատ կարևոր դառնալը։ Օսմանյան իմպերիան հասել էր Վիեննա, այս սխալ էր, Վիեննային չպետք է մոտենային։ Հենց հասան Վիեննա, դրանով իրենք ինքնասպանության փորձ կատարեցին։ Հենց որ եթե Իսկ միգուցե շահերը համընկնեն եւ գլխներին չտան։ Դե դեպքում արդեն մնում են նստել եւ աղոթել, որ շահերը չհամընկնեն, չեն համընկնի։ Հենց որ ուրեմն չափավորության մեջ Ադրբեջանը մեր լավ գործընկերն է։ Չափավորության մեջ, երբ որ Ադրբեջանը համապատասխանում է Ադրբեջանի շահերը, արևմուտքի շահերը եւ արժեքային համակարգը, երբ համապատասխանում են, նրանք գործընկեր են, վտանգ չկա, բայց երբ որ չեն համապատասխանում, այսինքն երբ որ արևմուտքը ասում է, որ հայկական պետությունը մեզ համար ցանկալի է, հայտարարում են, ողջագուրվում են, թղթեր են ուղարկում, չէ՞, հենց մենք դրա մասին ենք խոսում, որ թղթեր ստորագրեցին, Արարատ Միրզոյանը փառավոր գործ արեց եւ այլն, այդ տրիումֆը Արարատ Միրզոյանը, մենք դա ասում ենք, հենց թղթի մասին է։ Նրանք թղթով ասում են, որ մեզ հարմար է հայկական պետության գոյությունը բխում է արևմուտքի շահերից։ Դա է ընդհանրապես։ Նրանք ասում են, մեր շահերը եւ հայկական պետության շահերը համընկնում են Ադրբեջան, Իրան, Թուրքիա, Վրաստան։ Մենք ուզում ենք, որ այստեղ լինի հայկական պետություն։ Հիմա սրանք ասում են, բայց մենք մի տեսակ ոնց որ թե համաձայն չենք, ասում են, դե որ համաձայն չեք, դուք կստանաք։ Օրինակ, արդեն իրենք դա արել են, էլի, Իրաք, Միրաք, Սիրիա, Միրիա։ Այսինքն այնպես չի։ Կարծում եք, որ գերիշխանություն չի լինի Ադրբեջանի։ Չի լինի, իհարկե Ադրբեջանի ինչ պետություն է, որ Դե ասում են պետք է առանց ստուգման գանք ադրբեջանցիները հայ չտեսնենք այնտեղ։ Այո, ասում են, նրանց էլ ասում են, որ բան արեք, պատրանքներ ունեք, սթափվեք, ինչքան ժամանակ է ձեզ պետք։ Այո, նրանք ասում են ու նրանց էլ պատասխանում են։ Ասում են դուք չեք, դուք այդպիսի տեսակարար քշիր չունեք, որ դուք որոշեք, որտեղով ինչ պետք է անցնի, ձեզով պետք է դիմավորի։ Դա ասում են մեր գործառույթն է։ Ռուսաստանը, Եվրոմիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Հնդկաստանը, Ճապոնիան էլ կարող է, ասում են, որ դա մեր գործառույթն է, մենք ենք որոշում, ով որտեղով ինչ կարգավիճակով պետք է անցնի։ Ադրբեջանը գլխապտույտ ունի ամենակիչը, իսկ ընդհանրապես adekvat չի այդ հարցում։ Չնայած ես ենթադրում եմ, որ դա քարոզչական տրյուկ է, որ իրենք իրենց ժողովրդին հանգստացնելու համար են ասում։ Խոսենք նաև ներքաղաքական կյանքից մի քանի ամիս հետո ընտրություններ են, դուք ինչ եք կարծում, ինչ է տեղի ունենալու, որ ուժերն են, որոնք արդեն նախանշված են, ինչ պայքար տեղի կունենա եւ իշխանությունը վստահ է, որ վերընտրվելու է։ Դուք էլ ունեք այդ վստահությունը։ Այսօրվա տվյալներով իշխանությունը շատ մեծ առավելությունով կվերընտրվի։ Այսօր ինչ որ կա։ Այլ ծրագրեր, տեսեք մենք խոսում ենք ծրագրերը եւ ռեսուրսները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ իր ղեկավարը Նիկոլ Փաշինյանը այսօր գործընկեր են աշխարհի բոլոր ազդեցիկ պետությունների հետ։ Հենց հիմա նա Եվրոպայում պատտվում է, Եվրոպայից եկավ Պետերբուրգ, Մոսկվա էր գալիս Պետերբուրգ։ Դե բարձր իշխանություն է, կարող է։ Միայն իշխանություն չի, միայն շատ իշխանություններ կան։
նրանք չեն հրավիրվում, գործընկեր չեն հայտարարվում, այլ մենք նոր ասացինք, որ Գերմանիան առանձին Եվրոմիությունից առանձին հատուկ վերաբերմունք ցույց տվեց։ Դա ոչ միայն Հայաստանի Հանրապետությանն էր, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերաբերմունք էր։ Եթե մենք լինեինք Հայաստանի Հանրապետության ղեկավարները, իմացի մեզ էլ կդիմավորեին այդպես։ Բայց հիմա Այսինքն աջակցում են իր Փաշինյանին։ Այո, միանշանակ կարևոր պետությունները աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց այստեղ կարևորը որ Նիկոլ Փաշինյանը ինքն ասում է ոնց որ ասեք։ Այլ ինքը չունի ծրագիր, ասում է ձեր ծրագիրը ես կիրականացնեմ։ Այդ դա է ամբողջ խնդիրը, ասում է դուք ինչ որ ասում եք, այ առաջարկում եք Եվրոպա։ Մենք գալիս ենք Եվրոպա, ընդունեք։ Ինքը ասեց, չէ՞, եթե եվրոպական ծրագիր ունեք, կմոտենանք այնքան որքան որ ինչքան որ դուք կվերցնեք։ Դե դա ամենաճիշտ ձևակերպն է։ Այսօր ամենաազդեցիկ ուժը Նիկոլ Փաշինյանն է, անհատա քաղաքական Նիկոլ Փաշինյանն է, ամենաազդեցիկ քաղաքական ուժը քաղաքացիական պայմանագիրը։ Այլ ընտրանք չկա, այլ ընտրանքը օրինակ ես չգիտեմ սովետական միությունը վերականգնել կամ Ռուսաստանի ներքաշել պատերազմի մեջ, օրինակ Թուրքիայի դեմ, Ադրբեջանի դեմ, Պարսկաստանի դեմ, այդպիսի ծրագրեր կան, չէ՞ որ թող ռուսները գան կռվեն մեր համար։ Ռուսները արդեն 1 միլիոն, ավելի քան 1 միլիոն զինվոր են կորցրել այս ռազմաճակատում։ Նրանք այլևս չեն ուզում այստեղ կռվել։ Հիմա Փաշինյանի իշխանությունը ասում եք դրսից աջակցություն ունի, մասնավորապես արևմուտքից։ Իսկ ոչ միայն արևմուտքից, արևելքից էլ։ Հեռավոր արևելքից եւ հյուսիսից։ Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ Վլադիմիր Պուտինը դժգոհություն հայտնի ընդհակառակը։ Կարծում եմ, որ իրենց հարաբերությունները շատ ընկերային չասեմ, գործընկերային են։ Ուրեմն Նիկոլը բոլորի համար էլ հարմար գործընկեր է։ Իսկ ժողովրդի համար, ժողովուրդը արդյոք կընտրի նրան։ Մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է, բա ում ընտրի։ Մյուս տեխնացուներին ուրիշ տեխնացու նույնիսկ առաջադրված չկան։ Նրանք ովքեր որ առաջադրվել են, դա միայն Ռոբերտ Քոչարյանն է ասել։ Մյուսների մասով չեն ասվել, բայց կլինեն ուժեր։ Այսինքն դու կարծում ես, որ Փաշինյանը ամենահարմար տեխնացուն է պետք է ընտրվի։ Հիմա ինքն է։ Ռոբերտ Քոչարյանը թողել է իր սռոկը ադբիտանի։ Կարող է մինչև ընտրությունները նա բանտում հայտնվի։ Ես չեմ բանանում, բայց մենք մարդ չենք ընտրում, որ պերեդաչի տանենք։ Նա երկու ղեկավար ենք ընտրում, որ գուլպաներ ուղարկենք։ Ես օրինակ վերեցի, որ մեն ինքն է ասել։ Ես եմ օրինակի մասին ասում։ Բայց դուք ինքն եք շատ քննադատել իշխանության, ասել եք, որ այլասերվել է, վարկաբեկվել է իշխանությունը, օգտվում են իրենց իշխանական բոլոր լծակներից, փոխվել է, արժեքներին դավաճանել են։ Հիմա այո, հեղափոխությունը ես կարծում եմ, որ ձախողվել է դեռևս։ Տեսեք, ես ասել եմ, կրկնում եմ, այո, հեղափոխություն օրինակ սահմանադրություն չկա, նոր սահմանադրություն, դատաիրավական բարեփոխումները չեն ավարտվել։ Ընտրությունների մասին օրենքը այս հեղափոխությունը դա է, ընտրությունների մասին օրենքը պետք է փոխվեր, քաղաքական կուսակցությունների մասին օրենքը պետք է փոխվեր։ Չեն կարող օլիգարխները, մեր մոտ մարդիկ, մեծահարուստները, մեր շոկով փողը բերում են ու կուսակցություն են ստեղծում իրենց գրպանի համար կամ եղածը առնում դնում են դա քաղաքական կուսակցությունների մասին օրենքը։ Հեղափոխություն նշանակում է այդպես չպետք է լիներ, քաղաքական կուսակցությունները պետք է լինեին ժողովրդի կողմից ձևավորված քաղաքական ուժեր։ Ընտրությունների մասին օրենքը պետք է արգելեր խիստ պատժեր։ Պետությունը պետք է պատժեր ընտրակեղծիքը։ Ընտրակեղծիքը պետք է ամենածանր հանցագործություններից մեկը լիներ։ Հեղափոխություն կլիներ, եթե կրոնական կազմակերպությունների մասին օրենքը համապատասխաներ մեր շահերին, մեր երկրի շահերին։ Հեղափոխությունը այդ իմաստով կարծում եմ, որ ձախողվել է։ Արդյունավետության իմաստով պատկերացնեք, դուք այսօր դուք ոչ մի օրակարգային հարց ինձ չտվեցիք։ Որն է օրակարգային։ Այդ ինչ որ ես ասացի դրանք եւ տնտեսական խնդիրները, կրթության խնդիրները, առողջապահության, Հայաստանի Հանրապետության ապակենտրոնացման Երևան քաղաքը դարձել է Հայաստանի Հանրապետություն։ Մեր օրակարգում Երևան քաղաքը եւ հանրապետությունը։ Մեր օրակարգում էներգետիկան է, երկրի օրակարգում, բայց քաղաքական իշխանությունը
Դա թողել է մեր այսպիսի զրույցների, նույնիսկ մենք դրա մասին չենք խոսում։ Օրակարգը դա է։ Այնքան մարդահրավերներ կան, պետականաշինության ամենօրյա ռեժիմով սպառանիքներ ենք լսում Ադրբեջանից եւ դառնում են այդ թեմաները։ Բոբոին հանեք, Ադրբեջանը ունի իր հոգսերը, պատերազմը վերջացել է։ Պատերազմը վերջացել է։ Պատերազմը արդեն վերջացել է։ Դու կարծում եք վերջացել է։ Վերջացել է, սկսվելու միտում չունի։ Պատերազմը չի կարելի անդադրանով ապրել, մանավանդ որ վերջացել է։ Ես ասում եմ, մենք տեսեք, որպեսզի դուք պատկերացնեք, պետաիրավական հանձնաժողովը պետք է լիներ այսօրվա օրվա հերոսը։ Նա պետք է լիներ, որտեղ հեղափոխություն, իշխանափոխություն նշանակում պետաիրավական հանձնաժողով։ Չկա, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է լիներ այսօրվա հերոսը, ոչ թե բուրժուան։ Նրանք պետք է լինեն։ Ես կարծում եմ այդ իմաստով ես հավատարիմ եմ։ Ես շատ բաներում սխալվում եմ, վրիպում եմ եւ այլն։ Ու դրա մասին ասում եմ, բայց այս հարցում ես ձեր ասածը ինչ որ ասել եմ, դրեք կրկնեմ։ Այո, պետականաշինությունը հարկ եղած երանդով եւ ջանասիրությամբ չի կատարվում, չեն աշխատում արդարադատության նախարարության հատուկ պետք է լինեն սահմանադրության վրա աշխատող, այդ դրանք պետք է շաբաթը մեկ հաշվետվություն տային մեզ, մենք էլ պետք է ներգրավված լինենք, հասարակական ուժերի մասն է խոսքը։ Տեսեք, չի արվում, արդարադատության նախարարը բարեվարք եւ բարետես ասեց, որ սոված չեմ եղել ու չեմ էլ մնա, չէ՞, հետաքրքիր էր, որ դա ասեց։ Ասած $200,000 նստանը ինչ է որ չկարողանամ առնել։ Դե տեսնում եք, ուրեմն բարեվարք, ասում եմ ունեմ։ Եթե 20 տարի աշխատում։ Նշանակում է գողություն չեմ անում, ասած ես ունեմ։ Ես սոված չեմ եկել այստեղ տաշտակի կողք կանգնել կշտանալ։ Հիմա էլ եք կարծում, որ իսկապես լկտիացել է քաղաքացիական պայմանագիրը։ Դե մրցակից չունի։ Մրցակից չունի, այս դա եմ ասում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր համար ընտրել է շատ հարմար, իրեն հարմար ընդդիմություն, քրեական մեղադրանքներով, հա, քրեական հոդվածներով քաղաքական ընդդիմություն, այսինքն այսօր դրսում են վաղը կարող է բանտում հայտնում են, դա քաղաքական իշխանություն չի, ազգային ժողովը ես հետևում եմ, քաղաքական չի, ապա քաղաքական մարմին է։ Դուք պատկերացնեք, ինչ օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալի ընդդիմադիրները սահմանադրության վերաբերյալ, այն թվարկածը չշարունակեմ մեր եւ ձեր ժամանակը մեր ունկնդրի ժամանակը խնայելով։ Ինչ են ասել ընդդիմությունը, գիտի ինչ է պետությունը, տեսեք ինչ է կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, բերեք, դրանով զբաղված չեն։ Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին շատ հարմար է ոչնչացնել, ջարդել, փշրել, հաղթել, տապալել այդպիսի ընդդիմությանը։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ մենք բոլորս կորցնում ենք, թուլացնում ենք, թուլանում է մեր երկիրը, որովհետեւ անպայման պետք է ընդդիմությունը կառուցողական լիներ, պետականաստեղծ լիներ, ավելի առաջադեմ լիներ։ Նրանց որևէ նախաձեռնություն չի ընդունվում, անկախ նրանից լավն է, վատն է, ընդունելի է թե ոչ, հիմնականում իշխող ուժը իր օրինագծերը, նախագծերն է ընդունում։ Չէ, որովհետև նրանց նախագծերը ես ասեցի, կարևոր կրոնական կազմակերպ այսօր օրակարգում դրված է կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, ընտրությունների մասին օրենքը, կուսակցությունների մասին օրենքը, սահմանադրության, ֆինանսների նախարարության եւ կենտրոնական բանկի մասին հարաբերություն այդ հատվածը։ Դրանք երբևէ դուք լսել եք, որ ընդդիմությունը դրա վերաբերյալ կարծիք ունենա։ Դա է օրակարգը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Աշակյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։